եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր հայ առաքելական եկեղեցին գդոնախմբե երկրորդ Ձաղգազարդի հիշադակը։ Առաջին Ձաղգազարդը դոնեցինք Քրիստոսի հարութենեն 8 օրեր առաջ։ Իսկ երկրորդ Ձաղգազարդը գդոնենք համբարձումի 4-րդ օրը, որ այսօրվա գիրագին է։ Երկու Ձաղգազարդները գխորհրդանշեն առաջինը Քրիստոսի հաղթական մուտքը դեպի երկրավոր Երուսաղեմ։ Իսկ երկրորդ Ձաղգազարդը անոր հաղթական մուտքը դեպի երկնային Երուսաղեմ։ Երկու Երուսաղեմներ գոյություն ունին։ Մին երկրավոր է ըստ հայտնության կրկին ավետարանին, այդ Երուսաղեմը պիտի գործանի ու երթա։ Բայց երկրորդ Երուսաղեմը գա, որ երկնքի մեջ է, գսե հավիդենական է եւ հավիդենական քաղաք է, որ Քրիստոս համբարձման օրը իր առաքելությունը երկրավոր ավարտել է դեպի երկնային Երուսաղեմ մուտք գործեց։ Եթե ավետարանի հետևեցակ այսօրվա, հասած էր այն տրվագը, որու մեջ գսե, թե ինչպես մեր դերը համեստ իշուգիմը վրա նստած մտավ դեպի Երուսաղեմ։ Դեպի երկրավոր Երուսաղեմ մուտքը Հիսուսի գխորհրդանշե։ Հիսուս իր երկրավոր առաքելության վերջին հանգրվանին Երուսաղեմ գուկա իշուգիմը վրա նստած։ Հիսուսի անասունին վրա նստած Երուսաղեմ մուտքը գխորհրդանշե ըստ Դաթևացի վարդապետին հեթանոց ժողովրդի մեղքի գաբանքներեն ազատ արձակվելուն դեպի վերին Երուսաղեմ արդարացած առաջնորդվելուն եւ երկնային արքայությունը ժառանգելուն։ Սակայն չգրցան հասկանալ Հիսուսի դեպի Երուսաղեմ մտնելու իսկական եւ ճշմարիտ իմաստը։ Ժողովուրդը մեծ խանդավառությամբ դիմավորեց Քրիստոսը աղաղակելով. «Ովսաննա, օրհնյալ լան, որ գուքա Տիրոջ անունով»։ Սուրբ Հովհան ոսկեփերան հայրապետ գսե, երբ երեխաները գործներկեին երկրի վրա Քրիստոսի գտիմավորեին երեխաները, նույն բահուն երկնքի ռեշտակները զաստված գպարավորեին, եւ երբ Հիսուս իշուգին վրա նստավ, երկնքի մեջ հրեղեն քերոպեները գարքը իր փառքով լեցվեցան։ Ինչ որ երկրի վրա գսե երեխաները կգադարեին, նույնը երկնքի մեջ հրեշտակները կգադարեին։ Անոր համար Հիսուս շատ գսիրեր երեխաները եւ գսեր թույլ տվեք, որ ինձի կան, որովհետեւ ասոնց հրեշտակները երկնքի մեջ ամեն օր եւ ամեն վարգյան Աստուծո դեմքը կտեսնեն։ Մարգարեական գրքերում մեջ նախակուշակված է, որ իլրումն ժամանակի Աստված Մեսիամը պիտի ղրգե, իր ժողովուրդը ազատելու եւ փրկելու թշնամիներեն։ Հիսուսի ժամանակակից սերունդը գիտեր եւ գսպասեր ակնկալված Մեսիային, բայց անոնք շփոթի մեջ էին եւ չէին գրծած զանազանել հոգևոր Մեսիային եւ մարմնավոր ազատարարին,
այս երկու գաղափարներու մեջ գործված էին։ Առաջինը զիրենք պիտի ազատեր մեղքի գաբակներեն, որ Մեսիան է, Քրիստոսն է, իսկ երկրորդը, որ բրգիչ մը կսպասեին, որպեսզի հռոմեական գայսութենեն զիրենք ազատեր։ Եբրայեցի ժողովուրդը հռոմեական գայսության ենթակա ըլլալով Հիսուսի մեջ տեսան այն թագավորը, որպեսզի ազատագրեր զիրենք, հաստատելով երկրավոր թագավորությունը, անսահման սիրով եւ շահատիդական հույսով Քրիստոսը դիմավորող ժողովուրդը կանիմ օրեր ետք Բիղադոսի դիմաց պիտի աղաղագեին ասելով խաչը հանե զայն։ Այդպես ալեղավ, որովհետև Քրիստոս իրեն ցանկություններուն հակեցում չդվավ, գոհացում չդվավ։ Հիսուս առիթով մը ասած էր իրենց, թե իմ թագավորությունս այս աշխարհեն չէ։ Սակայն իրենք կսպասեին, որ Հիսուս իր թագավորությունը հիմնի այս աշխարհի վրա։ Եբրայեցի ժողովրդի երևակայության մեջ գար խոստացված եւ սպասված Մեսիայի գաղափարը, որ միևնույն ժամանակ թագավոր ու մարգարե էր եւ պիտի հաստատեր Դավիթի գործված անգյալ աթորը ու թագավորությունը, անոնց շնորհելով անգախություն ֆիզիկական տշնամիներեն, սակայն անոնք այս սպասումով ու նախաբաշարումով գմոդենային Քրիստոսի։ Եբրայեցի ժողովրդին հայացքը նյութական էր, նյութական Երուսաղեմը, երկրավոր Երուսաղեմը փրկելու մասին գմտածեին եւ գմորնային երկնային Երուսաղեմը, որ հոգևոր է եւ աննյութական է։ Անոր ուշադրությունը գետրոնացած էր միայն ֆիզիկական ծերպազատվիլ հռոմեական գայսության կերութենեն եւ ամեն կնով դիրանալ անգախության, մինչ Քրիստոս եկած էր որպես խաղաղության իշխան, զիրենք ազատելու եւ բրգելու մեղքի գաբանքներեն։ Մարդկային աբերախտության ամենեն ցայդուն օրինակն են եբրայեցի ժողովուրդը եւ իրենց գադարած վատ արարքը Քրիստոսի նկատմամբ։ Ագանադես ըլլալե այդ կանոր գադարած բազում բժշկություններուն, հրաշքներուն եւ անսահման սիրույն ու ողորմության մարդկության հանդեպ խաչը հանեցին զինք։ Եվ շատ քեղեցկորեն Կոստանդնուպոլսո լուսահոգի շնորհք arczepiskopos Գալուստյան Բադրիարքը գիրք մը հեղինակած է, որու անունն է Ավակ շաբաթ։ Այդ գրքին մեջ գսե Քրիստոսի գամավոր զոհակորձումը խաչին վրա քերակույն փաստն է Աստուծո անսահման սիրույն եւ մարդոց անհադակ աբերախտության, Աստուծո սերը եւ մարդոց աբերախտությունը գմատնանշե լուսահոգի Բադրիարքը ասելով Հիսուսի մատնության եւ մարդուն վադության ցուցանիշն էր, Քրիստոսի չարչարանքներուն եւ մարդուն չարության ցուցանիշն էր, անմեղին դատաբարդության եւ մեղաբարդին փրկության, անշուշտ գագնարգե Բիղադոսի աբարանքի մեջ Բիղադոսը սավ, ես ամեն զատգին մեկը ազատ կարծագեմ պանդեն, գուզեք Քրիստոսը ազատ արծագեմ, ըսին ոչ, նախնդրեցին Պարնապասը, որ այդ օրերու ամենամեծ ոջրակորձը, ամենամեծ քողը, ավազագը, մարդասպանը նախնդրեցին Քրիստոսի փոխարեն եւ ասին Պարապան ազատ արծագե եւ Քրիստոսը խաչ հանե, անոր խաչելության եւ մեր ազատության
Քրիստոս այո խաչվեցավ, բայց մեզ ազատեց իր անսահման սիրով, անմահին մահվան եւ մահկանացուին անմահության, լույսի տաղման, լույսը տաղեցին գերեզմանի մեջ, սակայն խավարյալներուն հարությունը խորհրդանշ է, մենք խավարի մեջ էինք, Եսայի մարգարեության մեջ կսե, մենք խավարի մեջ նստած էինք, հանգարց երկինքեն լույս մծակեցավ մեր վրա, այդ լույսը ինք Քրիստոս էր։ Հիսուս իր վերջին աղոթքով գեզրափակ է եւ հոր Աստուծո մեկ խնդրեսելով, Հիսուսի վերջին աղոթքն է ասի։ Արձանագրված է Հովաննու ավետարանի 17-րդ գլխու 25 եւ 26 համարներու մեջ։ Հովաննես հետևյալ ցևով գսե Հիսուսի վերջին աղոթքը. Արդար հայր, Տեև աշխարհը քեզ չջանցավ, բայց ես քեզ ջանցա եւ ասոնքալ քիծան թե տուն ղրգեցիր զիս։ Այսուր իրեն հավատացողներուն եւ իր հարակյալներուն մասին է խոսքը։ Քեզ ջանցուցի անոնց եւ պիտի շարունակեմ ջանցնել, որբեսի անոնց մեջ ըլլա այն սերը, որով զիս սիրեցիր եւ ես զիրենք սիրեցի եւ ես ըլլամ անոնց մեջ եւ անոնք ըլլան իմ մեջս։ Երևակայեցեք խաչի վրա Քրիստոս իր այս վերջին աղոթքը գարդասան է։ Սեր եւ Հիսուս իրարու հոմանիշ եզրեր են։ Սերանուն Հիսուս, ինչպես մեր շնորհալի հայրապետը գերկե, ամեն գիրագի առավոտ ժամերկության սկիզբը մենք ալ կգրկնենք։ Սեր անուն Հիսուս, սիրով քով ջմլիա, սիրդիմ կարեղեն։ Ով սեր Հիսուս, կու սիրովդ ջզմ է իմ կարեղեն սիրդս։ Հիսուսի գագուղ սիրովը մեր կարեղեն սիրդը ջզմ է գսենք։ Սիրովը սկսած էր Հիսուս իր հրաժեշտի խոսքնալ սիրով գավարդե իր կանայական աղոթքով, այդ աղոթքը կգոչվի կանայական աղոթք։ Իսկ երկրորդ խորհուրդը այսօրվա երկրորդ զարգազարդն է ասինք, որ Հիսուս դեպի երկնային Երուսաղեմ հաղթական մտավ։ Սուրբ Հարության դոնին 7-րդ գիրագին ծանոթ է երկրորդ զարգազարդ անունով։ Այդպես կոչված է երկու պատճառներով։ Առաջինը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոններուն համաձայն հինանց օրերուն, այսինքն Հարութենեն, մինչև համբարձում եւ հոգեկալուստ կգարտացվին 4 ավետարանները լրիվ։ Ամեն օր մենք եկեղեցական կարգով 4 ավետարանները սկիզբեն կսկսենք Հարության հաջորդող երկուշաբթիեն մինչև հոգեկալուստ 4 ավետարանները լրիվ կգարտանք։ Առավոտ առաջին ավետարանը կգարտանք Ղուգասու ավետարանը։ Ջաշու ժամերկության ընթացքին կգարտանք Հովաննու ավետարանը, իսկ երեկոյան ժամերկության սկիզբը Մատթեոսը եւ վերջավորության Մարգոսը։ Եվ այսպես այս 40 օրերու 50 օրերու շրջանին մինչև հոգեկալուստ մենք 4 ավետարանները լրիվ կընթերցենք եկեղեցվո արարողություններու ժամանակ։ Գարքը այնպես մեկ դասավորված է, որ այս գիրագին, որ քիչ առաջ սարգսակը գարտած, գհանդիպին Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքին ավետարանական ընթերցվածները։ Իսկ երկրորդ ազգային ավանդություն մնե, եւ մենք հայոց պատմության դասեր երբ գարնեինք դպրեվանքի մեջ, հոգեկալուստի թիմացի շապատը 9 օրեր հոգեկալուստը դոնել է ետ,
դիմացի շաբաթը գսկսինք վերնակրովը, որ գոչվի Արարադյան շաբաթ։ Այդ շաբաթը Հայաստանի հողին վրա շատ անգյունաթարցային բահեր եւ ժամանակներ ապրվեցան, որ արձանագրված է Մովսես Խորենացիի Կերտողահոր Բաթմутյան գրքին մեջ։ Գոչվի Արարադյան շաբաթ, ինչպես որ եկեղեցական գարքի մեջ մենք ունենք ավակ շաբաթը, իսկ հայոց պատմության մեջ ունենք Արարադյան շաբաթը, որ գսկսի Սրբոց Հռիմսիմյանց, Գայանյանց, Գույսերու նահատակությամբ եւ Գրիգոր Լուսավորիչի խոր վիրաբեն ելնելով եւ այսպես Արարադյան շաբաթը անոր դեսիլքը, թե ինչպես Քրիստոսի ճավ Հայաստան աշխարհ ոսկի մուրջով ուրնագով գծեց սուբ էջմիածնի հադակակիցը եւ այսպես կշարունակվի։ Ազգային ավանդության համաձայն համբարձման 4-րդ օրը գուզուկատիբի Հիսուսի հաղթական մուտքը վերին Երուսաղեմ։ Ըստ ավանդության մեր հավատքի հայրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ իր խոր վիրաբի փանդարգության ընթացքին, որ 13 տարի փանդարգվեցավ խոր վիրաբի մեջ, գվայել էր այցելությունը երկնային հրեշտակիմը, ան խոր վիրաբի մեջ առանցին չեր, այդ խավար վիրաբի մեջի գենտանիները, որոնք զինք պիտի խայտեին եւ հոշոտեին, գտարնան ընդանի գենտանիներու, որբեսի ինք խավարի մեջ առանցին չմնա եւ իր միտքը եւ հոգին լուսավորված մնա, Աստված գսե ամեն օր հրեշտակ մը գղրգեր խոր վիրաբի մեջ Գրիգոր Լուսավորիչը առանցին չմնալու համար, որբեսի սրդաբնթե եւ անհույս վիճակի մեջ բանդի խավարի մտնոլորդը լուսավորե։ Գբադայի, որ համբարձման 4-րդ օրը հրեշտակը գբացագայի, հաջորդ օր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գհարցնե բաջարը ինչու բացագայեցար երեք, հրեշտակը գպատասխանե, թե ամեն տարի Քրիստոսի երկինք հաղթական վերադարձը փառավորելու համար հրեշտակներու 9 խումբերը 9 օրեր շարունակ հանդիսություն գսարքեն երկնքի մեջ։ Հիշյալ հրեշտակը, որովհետև գպատկաներ 4-րդ խումբին, բարդավոր եղած է այդ օրը խումբին հետ լալու, հանդիսադրելու համար Հիսուսի երկինք հասնելու 4-րդ օրվա հանդիսությունը։ Եվ հրեշտակը իրեն գսե, թե ինչ գերքեն հրեշտակները եւ ինչ գարդասանեն, երբ Քրիստոս երկրեն դեպի երկինք գհամբարնա։ Այդ արձանագրված է Սաղմոսած գրքի 23-րդ գլխուն մեջ։ Դավիթ մարգարե, որ Քրիստոսե մոտավորապես 1000 տարիներ առաջ ապրած մեկը գմարգարեյանա, թե իր սերունդեն հառաջացող Քրիստոսը ինչպես երկինք պիտի մտնե։ Մենք նույնը գնենք նաև ամեն գիրագի բադարակի ընթացքին, երբ սարգավակը խորհրդադունեն աչագոմյան ձեր ցախը գինա, բայց երբ թեմ կտ ժողովուրդին ես աչագոմ գահաշվվի, ձեր ճիշտ հագարագը։ Բադուանեն սգի հգարն է, որու մեջ տրված է նշխարը և կինին, որ գխորհրդանշե Քրիստոսի մարմինը և արյունը, որ պիտի կա խորանին վրա բադարակվի, այս սգիհին մեջ, որ մե հետ բադարակվել են հետո, ձեզի պիտի պաժնվի, որպես բրգակորձության խորուրդ Քրիստոսի արյունը և մարմինը։
Սարգավակ երբ կմոտենա, կահաննան այս կողմ կգենա, պուրվար գնե եւ գարդասանե այս Սամոսը։ Ով է այս պարավոր արքան, կպատասխանե, կարողությամբ հզոր դերն է ան, դերը բادرազմի մեջ անխորդագելի։ Բացեք ձեր հավիտենական դռները գսեն մույս հրեշտակները եւ парքի արքան թող ներս մտնե, որովհետեւ Հրիստոս երբ երկինք կբարձրանա ըստ մարգարեական գրություններուն եւ Սամոսի հաստատումին կսպասեն, որ ջերմակ սկեստով Քրիստոս պիտի ներկայանա դեպի երկինք։ Հանգարց կնկատեն, որ այո, ջերմակ սկեստով մեկն է, սակայն անոր արույն հակուստին վրա փոսորակույն, որ կնշանակե արյան կույն, հետքեր կան, գսեն, որ մենք ջերմակը սկեստով մեկը կսպասենք, բայց այս եկողը փոսորակույն գետեր կան իր հակուստին վրա։ Այդ կխորհրդանշե, որ Քրիստոս 3 օրեր գերեզմանի մեջ բարգած չմնաց, այլ իր գենտանի աստվածությամբ առանց մարդկային բնությունը աստվածայինեն անչադվելու, իջավ տժող կսե, կանտեց տժողքի տռները և մերյալ հոգիներուն կարոզեց, այն հոգիները, որոնք Քրիստոսի առաջ եկած էին աշխարհ և Քրիստոսի մասին գաղափար չունեին և սատանային գաղափարներու կերի դարձած տժողքի մեջ կսպասեին։ Գնաց, կարոզեց, ան որ հավատաց իրեն, որ ինքն է Աստուծո որդին Մեսիան, պիտի կար ժողովուրդը փրկելու, իր հետ հարություն արավ գսե։ Փաստը ավետարանի մեջ գրված է, Քրիստոս երբ հարություն արավ գիրագի առավոտ, ինչ եղավ շուրջի գերեզմանները, գսե բոլորը բացվեցան եւ արդարները երևցան, որոնք իջելան Հիսուսի հետ միասին դեպի երկինք համբարնալու։ Ամեն գիրագի կգադարենք մենք այս խորհուրդը, բադարակի ընթացքին Սարգավակ երբ վերապերումը կգադարե, այս երկխոսությունը դեղի կունենա Սարգավակին և կահանային հետ միասին։ Հրեշտակները այս երկխոսությունը կգադարեն Սաղմոսներեն առնված, երբ Քրիստոս կհամբարնա դեպի վերին Երուսաղեմ, այդ օրը երկնային զորքերու համար ցնծության դոն կհռչակվի, որ կհռչակվի նաև երկրորդ զարգազարդ։ Այսօր երկնքի դռները բացված են, բոլորդ աղոթեցեք, ինչ որ խնդրեք Աստուծմե պիտի դա ձեզի, բժշկություն, գործի հաջողություն, աշխարհիս խաղաղություն։ Առաջին զարգազարդով կհիշատակվի Տիրոջ մուտքը դեպի երկնային Երուսաղեմ, որ այսօր պատերազմի մեջ է, իսկ երկրորդ զարգազարդով կհիշատակվի Տիրոջ մուտքը դեպի վերին Երուսաղեմ։ Ճիշտ անոր համար մենք թաղման արարողության ընթացքին ինչ կերկենք, կամ քիչ հետո հոգեհանգիստին ինչ կերկենք, ի վերին Երուսաղեմ գցանկանք, որ մեր բոլոր հարազատները այս երկրեն փոխադրվին դեպի հավիտենական քաղաք, որ կգոչվի ի վերին Երուսաղեմ։ Առաջին զարգազարդին Հիսուս կփարավորվի որպես Դավիթի որդի, իսկ երկրորդ զարգազարդին կփարավորվի որպես Աստուծո որդի։ Երկրորդ զարգազարդի դոնախմբությունը սահմանած է Սուրբ Ներսես շնորհալի հայրապետ, անոր եղբայրը Գրիգոր Վգայասեր Կաթողիկոսն է։ Հետևաբար գաղութենք արփարցյալն Աստված, որ այս երկրորդ զարգազարդի օրը մեր բոլորի համար ըլլա իսկապես մեր հոգևոր ծաղկման
եւ հոգեվոր զարդարման օրը եւ տվագանը դեր օրտեցես հիմա Ավիդյանս Ավիդենից ամեն